Ողջույն հարգելի հետևորդներ, մեր թիմը շարունակում է աշխատել Գյումրիից եւ այս պահին գտնվում ենք Գյումրուն հատուկ շատ կոլորիտային վայրում Հայաթում եւ զրուցելու ենք իմ հզոր համայնքը կուսակցության Գյումրիի քաղաքապետի տեխնազոր Ռուբեն Մխիթարյանի հետ։ Ողջույն պարոն Մխիթարյան, քանի որ Հայաթում ենք, առաջին հարցը ձեր հայացից, ենթադրում եմ մանկությունն անցել է Գյումրու բակերից մեկում, ինչպիսին էր այդ բակը եւ արդյոք շատ եք ունեցել բակային վեճեր։ Ես 3 տարբեր բակերում եմ մեծացել, մինչև երկրաշարժը ապրել ենք տեքստիլ թաղամասում, այդ ընթացքում միշտ մորական պապիս Հայատ եմ գնացել, Մայլա այսպես ասած, լիճ թաղամաս, թուրքի Մայլա, երկրաշարժից մի տարի առաջ տուն էինք ստացել բուլվարային թաղամասում, որը երկրաշարժի ընթացքում փլուզվեց եւ երկրաշարժից հետո մինչեւ հիմա բնակվում ենք պոլիգոններ թաղամասում։ Գյումրի հայատները միշտ եղել են մարդաշատ, երեխայաշատ, մեծերով լի, միջին սերունդով լի, խանդավառ, ուրախ, խաղաղասեր, խաղասեր եւ իմ հիշողությունները իմ մանկությունից մինչև երկրաշարժյան շատ վառ են եւ շատ ուրախ ու պատկերավոր։ Անկեղծ ասած իմ երազանքն է Գյումրի քաղաքին վերադարձնել այդ լեննականյան կոլորիտը, էլի, այդ հանգստությունը, այդ խաղաղությունը, հանդարտությունը, ժպիտը, անհոգս կյանքը։ Թաղը թաղի վրա այդ կռիվ գնալը եղել է, բայց կարող եմ ասել, որ հենց այդ կռիվների ընթացքում էլ ես ձեռք եմ բերել իմ լավագույն ընկերներին։ Իհարկե, այն ընկերներիս հետ ում հետ որ գնացել եմ կռիվ անելու, իրենք իրենց տեղն ունեն, հետո կռվի ընթացքում հակադիր կողմից էլ շատ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ ընկերություն եմ անում մինչև հիմա, եւ ընդհանրապես Գյումրին այդ տեսակ քաղաքներից է, էլի, այստեղ շատ ու շատ մարդիկ ընկերանում են հենց կռիվների ընթացքում, փառք Աստծո այդ կռիվների ընթացքում շատ մեծ վնասվածքներ իրար չենք պատճառել ու ձեռք ենք բերել շատ ջերմ ու մարդկային հարաբերություններ։ Խնդրում եմ կարճ պատմեք ինչպիսի ընտանիքում եք մեծացել եւ ինքներդ ինչպիսի ընտանիք եք կազմել։ Հայրս դասախոս էր, հիմա թոշակի է, մայրս մինչև երկրաշարժը աշխատում էր տրիկոտաժ ֆաբրիկայում, հետո արդեն դպրոցում էր աշխատում որպես կազմակերպիչ, մինչև թոշակի անցնելը հենց այդ աշխատանքով է զբաղվել։ Մանկավարժների ընտանիք, որտեղ սերը առ գիտելիք, սերը առ գիրք շատ մեծ է եղել եւ այն մութ տարիներին, երբ լույս չկար, լամպի լույսի տակ, քանի որ հեռուստացույց չկար ինֆորմացիա ստանալու համար, իմ ինֆորմացիայի ամենամեծ աղբյուրը եղել են հորս հավաքած գրքերը, գրադարանը եւ եղավ ինչ որ մի պահ, երբ որ էլ տունը գիրք չէր մնացել կարտալու, ծանոթ բարեկամներից էլ գիրք չէր մնացել կարտալու, ես սկսեցի հորս տրիկոտաժի տեխնոլոգիայի գրքերը կարտալ եւ ստացվեց այնպես, որ 14 տարեկան այդ մասնագիտությանը նույնպես տիրապետում էի եւ շատ հաճախ երբ հորս ուսանողներից մարդիկ էին լինում, որոնց ռուսերեն ասած «надо было подтянуть», ես իմ 14-15 տարեկան հալով գնում էի իրենց ինչ-որ բաներ էի սովորացնում իրենց մասնագիտությունից, իհարկե հիմա ոչ մի բան չեմ հիշում, բայց այդ ժամանակահատվածը, որը ես տրամադրել եմ գիրք կարտալու, հենց այդ է դարձրել ինձ այն, ինչ ես հիմա կամ վստահաբար, որտեղ ես տարին ինքս իմ վրա պլան ունեմ, նվազագույնը գոնե 10 գիրք կարտում եմ։ Կինս, 2 երեխաներս, տղաս վերջերս է զորացրվել, 21 տարեկան է, իր պարտքը կատարեց հայրենիքին, տվեց իր պարտքը, դուստրս 23 տարեկան է, եւ սովորում է, եւ աշխատում է, իմ երեխաների հիմնական դաստիարակությամբ զբաղվել է կինս, ես ավելի շատ աշխատանքով եմ զբաղվել եմ իմ սիրած գործով, որը բազմաթիվ մարդկանց հեռուստատեսությամբ ուրախ պահեր է պարգևել, իհարկե շատ հաճախ դա եղել է ընտանիքս չտեսնելու հաշվին, բայց նաև դա է նպաստել, որ ես օրինակ իմ պետության հանդեպ կոնկրետ ու շատ հստակ ձևավորված վերաբերմունքը ձեռք եմ բերել հենց հեռուստատեսային աշխատանքում, այն
միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է լինել միշտ Հայաստանի Հանրապետության համար, եթե երկու բան կա այս աշխարհում, որի համար արժե կյանքը չխնայել, դա երեխաներն ու հայրենիքն է։ Նշեցիք, որ սիրում եք գիրք կարդալ։ Որն է ձեր սիրելի գիրքը, որն ըստ ձեզ ամեն հայ պիտի կարդա։ Դե գիտեք, այդպես որ ասեմ ամեն հայ, գուցե մի քիչ բան լինի, հա։ Նարեկը հաստատ պիտի կարդա ամեն հայ։ Մատյան ողբերգությունը հաստատ պիտի կարդա ամեն հայ։ Ողբը պիտի կարդա ամեն հայ։ Ընդհանրապես կարդալու համար երևի պետք է Մարկես կարդալ։ Ամեն ինչ պետք է կարդալ։ Նույնիսկ այն գիրքը, որը քեզ առաջին հայացքից ռեցենզիան թվում է, որ այդքան էլ հուսադրող չէ, պետք է կարդալ ցանկացած գրքից, միշտ կարելի է քաղել այն կարևորը, որը հետո դու քո իրական կյանքում գոնե թե նման սխալ չես անի, ոնց որ այդ տվյալ գրքի հերոսը։ Հերոսանկերությունում անցկացրած ձեր տարիների մասին խոսեցիք, 20 եւ ավելի տարիներ եք անցկացրել այդ ոլորտում, կարելի ասել ապրել եք այդ ոլորտում, ինչու եւ ինչպես որոշեցիք թողնել ոլորտը։ Աշխատել եմ այդ ոլորտում 19 տարեկանից, ոլորտից, այսպես ասած, դուրս եմ եկել, երբ 25 տարի արդեն աշխատել էի։ Ու կարելի է ասել, որ ես իմ մասնագիտության մեջ հասել եմ ամենաբարձունքներին։ Հայաստանի Հանրապետությունում տվյալ մասնագիտության մեջ այլևս իմ համար հետաքրքրություն գտնել, զարգանալու համար, նոր ձեռքբերումներ ունենալու համար եւ խոսքը ընդհանրապես նյութականի մասին չի, այլ դու որ քո մասնագիտության մեջ հասկանաս, որ դեռ աճելու տեղ ունես կամ քեզ հետաքրքիր է։ Իմ համար այդ աշխատանքը դարձավ արդեն անկեղծ ասած սովորական, ի վերջո, տեսեք, ֆուտբոլի մարզիչներ կան, որոնք 10 տարի անդադար ղեկավարում են նույն թիմը ու այդ թիմը 10 տարի անդադար առաջի տեղն է ընկնում, ինչ որ մի պահից սկսած դու որ նոր մարտահրավեր ես ուզում քո համար, կամ թիմն ես փոխում, կամ ոլորտը։ Հիմա ես որոշեցի ոլորտը փոխել, բայց այնպես ստացվեց, որ այն բնագավառը, որով սկսեցի զբաղվել, էլի սերտ կապ ուներ ստեղծագործելու արվեստի կամ մշակույթի կամ շոու բիզնեսի հետ, ինչպես ուզում եք դա անվանեք, եւ այն փորձը, այն պրակտիկան եւ այն կենսափորձը, որը ես ձեռք էի բերել այդ 25 տարիների ընթացքում, շատ օգնեց իմ նոր բնագավառում, որպեսզի գերարագ դրական արդյունքի հասնենք։ Իմաստություն, որը ժառանգել եք հենց Գյումրիից։ Ճշտախոսություն։ Ոչ մի պարագայում ստել չի կարելի։ Ոչ մի պարագայում։ Դու պիտի շիտակ լինես։ Այդ բառը ամենալավն է բնորոշում գյումրեցուն։ Շիտակ մարդիկ են գյումրեցիները։ Իրենք շատ արագ հասկանում են կեղծիկը, սուտը, մանիպուլյացիան, շատ արագ։ Եթե նույնիսկ ինչ որ մի պահի է հնարավոր է գյումրեցուն մոլորեցնել, այդ շղարշը աչքերին շատ արագ անցնում է։ Շիտակությունն է երևի այն ամենակարևոր հատկանիշը, որը որ ես Գյումրիից սովորել եմ։ Ինչ երազանք ունեք, որը կապված է հենց Գյումրու հետ։ Այդ մի բառով ասել հնարավոր չի։ Գյումրին ցանկացած գյումրեցու համար ընտանիքի անդամ է։ Մեկի համար ծնող է, մեկի համար եղբայր է, մեկի համար երեխու պես հարազատ է։ Գյումրին շատ լավ ուսուցիչ է։ Գյումրին արտար ուսուցիչ է, երբ պետք է կարող է ցավեցնել, բայց երբ պետք է նաև գրկել, սիրել ու գուրգուրել, դա նույնպես անում է Գյումրին։ Գյումրին կարող է քեզ տանել փորձությունների, բայց Գյումրին նաև կարող է քեզ պաշտպանել տարբեր տեսակի փորձանքներից։ Գյումրին իմաստուն քաղաք է ու առաջին հերթին իմաստուն է իր մարդկանցով, իր ժողովրդով, իր բնակիչներով։ Առանց բնակիչների Գյումրին ընդամենը քարեր են։ Բնակիչներն են Գյումրուն տալիս են համոհոտը, որը հայտնի է համայն հայությանը։ Ի վերջո մենք մեր քարերին էլ ենք սովորեցրել խոսել։
այդ շատ կարևոր է, ու այդ քարերը կարող են լռել շատ երկար ժամանակ։ Ու մի օր այն ձայնով սկսեն խոսել, որ դու ահուսարսապի մեջ լինես, բայց շատ հաճախ իրենք հումորով են շփվում իրենց բնակիչների հետ, գույն են տալիս, պայծառություն են տալիս, ջերմություն են տալիս։ Եթե դուք մարտի վերջ, ապրիլի սկիզբ Գյումրի մնաք, մոտ մի 10 օր, դուք կտեսնեք բազմաթիվ գյումրեցիների, որոնք մեջքերը շենքերին կպցրած տաքանում են, որովհետև այդ գարնանային այդ արևը տաքացնում է պատերը եւ մարդիկ կպնում են իրենց քաղաքի շենքերի պատերին, որպեսզի տականան։ Քաղաքը բնական ջերմություն ունի, բնական ջերմություն է տալիս իր բնակիչներին, դրա համար էլ այդ սերը փոխադարձ է։ Շփվում եք ձեր ուսուցիչների հետ, կապը պահպանվել է։ Այո, իհարկե մեծ մասը նրանց ցավոք սրտի այլևս կենտանի չէ, երջանկահիշատակ են, շիրիմներին հանգստություն լինի, բայց մեծ մասի հետ, ովքեր ողջ առողջ են, Աստված երկար տարիների կյանք տա, շփվում եմ, ու իմ ուսուցիչները իմ համար այն մարդիկ են, որոնք ինձ ամենակարևորը հնարավորություն են տվել փեշակ ձեռք բերելու։ Տեսեք, երբ որ Պոլիտեխնիկ ինստիտուտ ես ընդունվեցի, 2 բարձրագույն ունեմ, Պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել, քաղաքացիական եւ արդյունաբերական շինարարություն մասնագիտացմամբ եւ երկրորդ կրթությունս թատրոնի եւ կինոյի ռեժիսոր։ Երբ որ Պոլիտեխնիկ ինստիտուտում էի սովորում, մեր դասախոսները մեր համար, իմ օրինակ Մկրտիչ Արզումանյանի համար, երբ մենք սկսեցինք կավեն խաղալ, արեցին ամենակարևոր բանը։ Նրանք թույլ տվեցին, որ մենք ընտրենք մեր այն կյանքի ուղին, որը որ ընտրեցինք, որը որ դառանք այն, ինչ որ հիմա դառել ենք։ Նրանք մեզ չխանգարեցին, նրանք մեզ չստիպեցին, որ այ դուք անպայման պետք է սապրամատ առարկան անգիր իմանաք։ Չէ, մենք նաև սովորում էինք, բայց մեծ մասամբ ուշադրություն դարձնում էինք մեր ստեղծագործական կյանքին, չէ, գիշերներ հետո չէինք քնում առարկաներն էլ էինք փորձում սովորել, բայց մարդիկ հասկացել են ու կրտահամալիր հասկացողությունը իրենից ինչ է ներկայացնում։ Դու ոչ միայն մարդուն պիտի կրտես, այլ նաև այդ օջախը պիտի լինի վայր, որտեղ մարդը ինքը իր համար պիտի որոշի ինչով է ուզում զբաղվել։ Ու եթե այդ զբաղմունքը բացասական երանգներ չունի, չի տանում դեպի, չգիտեմ, բանը այլ աշխարհներ, հա, դու պիտի թույլ տաս, որ մարդը իր համար այդ ուղղությունը ընտրի, որովհետև պնդում եմ, որ թե ես թե Մկրտիչ Արզումանյանը, ես հաստատ լավ շինարար չէի լինի, Մկոն կարծեմ մեխանիկական բաժնում էր սովորում, Մկոն էլ հաստատ լավ այդ մասնագիտության ներկայացուցիչը չէր լինի։ Մենք ընտրեցինք այն ոլորտը, որտեղ դառանք առանց ավելորդ համեստության եմ ասում, ուժեղագույններից։ Կհիշեք մի դաս կամ խրատ որևէ ուսուցչից, որը ամբողջ կյանքում ուղեկցել է ձեզ։ Այսպես կոնկրետ հաստատ չեմ հիշի, բայց իմ ուսուցիչներից ինձ անցած շատ կարևոր մեսիջը ասված է, այն ժամանակ այդ բառն էլ չգիտեինք, իրենց ինչ է ներկայացնում, բայց այդ մեսիջը, որ նստում էինք, խոսում էինք, մեր գործերից էին խոսում, չգիտեմ, կավե, նկարահանումներ, բան, միշտ ծիծաղով մեծամասնությունը ասում են, նայեք, հա, մեզի հանգարց հայդարակ չենեք։ Բոլորը մեր բոլոր հաջողություններով ուրախանում էին եւ մեր ինչ որ մի բանի չստացվելու համար նաեւ անհանգստանում էին ու այդ իրենցն էին համարում, հա։ Դա ես մեծ հույս ունեմ, որ նրանց մեծամասնությունը գոնե համարում է, որ մենք իրենց հայտարարք չենք կարող։ Ինչն է մոտիվացնում ձեզ ծանր պահերին։ Առաջ գնալը։ Ես երբեք չեմ դադարում առաջ գնալ։ Ինձ համար յուրաքանչյուր բան, որով որ ես զբաղվում եմ, այն ամենավերջին կետը չունի, որովհետև ընթացքում մի մոտ այդ վերջի կետի վայրը, տեղը, ժամը ու վերջնահարցունքը փոփոխվում է։ Ես երբ մաստեր կլաս եմ ունենում, երեխաներին պատմում եմ, որ այն մութ տարիներին, երբ որ 2 ժամով լույս էին տալիս, մենք հասցնում էինք հեռուստացույցը միացնում էինք ու այդ պահին
կլանված դիտում էինք Երևանի բժշկական համալսարանի Երմիի Կավեյանի խաղերը Մոսկվայում ու ես պատանի 13-14 տարեկան մտածում էի Աստված ջան, երազանք ունեմ, էլի, տեսնես այդպիսի մի օր պիտի գա, որ ես այդ Մոսկվայի բեմին կանգնած ռուսերեն լեզվով Կավեյն խաղամ։ Հետո երբ այնպես ստացվեց, որ ընդամենը մի 4 տարի հետո ես այդ բեմին կանգնած նայում էի դատարկ դալիճին, հասկացա, որ շատ ախմախ երազանք եմ ունեցել, որովհետև դա ընդամենը երևի ինչ որ նպատակ էր, այսինքն դու այդ տարիքում հստակ ձևակերպում չես կարող տալ նպատակներ թե երազանքներ, հա։ Դրա համար այն ամեն ինչը ինչով որ ես զբաղվում եմ, վերջնա արդյունքը որպես այդպեսին չեմ ֆիքսում։ Ես ֆիքսում եմ ճանապարհը։ Ու Սամուրայը нет цели, у самурая есть путь։ Այդ երևի ամենաճիշտն է բնորոշում այն ամեն ինչը ինչով որ ես զբաղվում եմ։ Հատկություն կամ բնավորության գիծ, որով դուք պարտանում եք։ Դե երևի լավ ընկեր եմ։ Իմ բոլոր ընկերները համենայն դեպս դեմերես դա ասում են, հուսով եմ որ մեջքիս հետևն էլ են նույնը ասում։ Կան որոշումներ, որոնց համար զղջում եք կամ կցանկանայիք փոխել։ Միանշանակ։ Ես չեմ կարծում, որ կա այդպիսի մարդ, որը իր կյանքում ունի որոշումներ, որոնց համար չի ափսոսացել, բայց նաև այդ որոշումներն են, այդ սխալ որոշումներն են, որ հետագայում մեզ դարձնում են այն, ինչ մենք դառնում ենք։ Որովհետև ցանկացած երեխա, ինչքան ուզում է ծնողը ասի, ձեռքդ տաք թավայի մոտ մի տար կարող վառվես, ինքը մինչև ձեռքը չի դնում մի անգամ եւ ձեռքը չի վառվում, դրանից լավ դաշ չի լինում, այնպես որ ես շատ այրվածքներ ունեմ իմ կյանքում ու այդ այրվածքները նաև այն սպիերն են կյանքի, որոնք ես երբեք չեմ փակի ու ցանկությունը չեմ ունեցել փակելու, որովհետև իմ մարմնի վրա եղած սպիերը դա եւ մանկական կռիվներից առաջացած սպիերն են եւ արդեն հասուն տարիքում տարբեր տեսակի դեպքերից առաջացած սպիեր են, այդ սպիերն են հենց այն հիշողությունները, որոնք քեզ զսպում են հերթական մի ոչ ճիշտ քայլ անելուց, էլի։ Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու 20-ամյա Ռուբենի հետ, ինչ կպատմեիք կամ ինչ կասեիք նրան։ Ոչ մի բանից չվախենաս, այն ամեն ինչը որ քեզ ասում էին Ռուբեն ջան, որ դժվար է, իրականում դժվար չի, եթե դու հավատում ես ինքդ քեզ ու հավատում ես, որ արդար մտքերը ուղղորդում է դեպի վերջնահարցունք հենց ինքը բարձրյալը։ Ինչ է ձեզ համար հայրենիքը մեկ բառով նկարագրեք։ Պատասխանատվություն։ Եվ վերջում երկիրը ոտքի կանգնեցնելու ձեր տեղատոմսը։ Բոլորը պետք է հասկանան, որ սա ծանրամարդ չի, որ լավ պարապես ու կարողանաս տվյալ քաշը վերև բարձրացնես։ Մի հոգու համար նախատեսված սպորտաձև չի։ Եթե չկա հստակ գաղափարային գիծ, եթե չկա հստակ առաքելություն, եթե չկա հստակ թիմ ու վստահություն, որ այդ ճանապարհի ընթացքում ոչ մեկ այդ ճանապարհից հետ չի կանգնելու, ապա չի ստացվելու։ Հայաստանի 3-րդ հանրապետության գաղափարային հիմքը Արցախներ ու արցախյան գոյամարտը։ Ցավոք սրտի, այս պահին այդ հիմքը չկա։ Հայաստանի 3-րդ հանրապետությունը կարիք ունի նոր առաքելության։ Հայաստանի ժողովուրդը կարիք ունի նոր գաղափարախոսության։ Հայ ազգը աշխարհասփյուռ կարիք ունի նոր ճանապարհի։ Ու եթե այս 3 թիրախները ճիշտ կազմակերպչական աշխատանքով խոցվի, ես վստահ եմ, որ մենք շատ արագ շատ մեծ արդյունքների ենք հասնելու։ Հենց այն պահին, երբ հայ ժողովրդի
սիրտը համաչափ է խփե բոլորինը իրար հետ։ Երբ բոլորի զարկերակը նույն տեմպո ռիթմի տակ է եղել, մենք ֆենոմենալ արդյունքների ենք հասել։ Այսօր արհեստական ճանապարհներով մեզ անընդհատ փորձում են թմբիրի մեջ պահել։ Այսօր արհեստական ճանապարհով մեզ իրարից պառակտում են, բաժանում են, ասում են կարևոր է քո սիրտը առողջ լինի, հարևանից սիրտը կապ չունի, այդպես չի լինում։ Մեր մեջ սերմանում են, որ տեսեք դուք նկատած կլինեք, հա, մինչ 90-ականների հարևանությունը, երբ ոչ թե մի պլաշատկայում ապրող շենքի մարդիկ էին իրար հետ մտերմություն անում, ամբողջ շենքը, ամբողջ այդ տվյալ թաղը բոլորը բոլորին գիտեին։ Հիմա կարող է ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց չէին սիրում, բայց չկար մարդ, որը չճանաչեր 4-րդ շենքի, 7-րդ հարգի, Վարտուշի մարդը կոնկրետ որ օրն է խմաստուն գալիս ու այդ օրերին լիֆտի կողքերը չերևան, որովհետև կարող է կռիվ լինի։ Հիմա այդպես չի։ Ու դա էլ արհեստական ներմուծված տարանջատման մի հատ ձև է։ Երբ որ դու մարդուն ասում ես, մտի քո բնակարանը դուրս մի արի, կապ չունի նույնիսկ քո կողքի հարևանը ով է ձեռք բերել այդ բնակարան, դու քո կյանքը ունիս, քո կյանքով ապրի։ Մենք մեր կյանքը չենք ապրում միայն մեր համար։ Մենք մեր կյանքը ապրում ենք մեր երեխաների համար, մեր ծնողների համար, մեր ընկերների համար, այն մարդկանց համար, ում սիրում ենք, այն մարդկանց համար, ում հանդեպ ունենք պատասխանատվության բարձր զգացողություն, եւ ամենակարևորը մենք մեր կյանքը ապրում ենք մեր երկրի ու մեր պետության համար։ Որովհետեւ եթե այդպես չլինի, մենք ուղակի մի շենք մարդ կմնանք եւ ընդհանրապես կապ չունի այդ շենքը որ երկրում, որ նահանգում ու որ քաղաքի մեջ է։ Պիտի հետ գանք ու նայենք ինչից է սկսվել մեր հաղթանակների մեկնարկային կետը։ Որն է եղել այդ մեկնարկային կետը։ Պիտի հետ գանք այդ մեկնարկային կետին։ Հենց այդ մեկնարկային կետին եկանք ու բոլորս հավաքվեցինք մի գաղափարի շուրջ, մի առաքելության շուրջ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինելու։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք KBC մեդիային։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Իմ հզոր համայնքը կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ։ Դուք շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում։